Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց օրերուն մեր ուշն ու միտքը առավելապար բիդելա մեր հոգին սնունդ հայթայթել։ Ցերպազադիլ ամեն տեսակ մեղքերը հոգին խոցոդող մոլախոդերեն որբեսի սիրելներ մեր հոգին Աստուծո թիմած մաքուր ներկայացնենք։ Եվ այս իմաստով հոգևոր սնունդ հայթայթելու համար մեր հոգին առաջնային քիրքը զոր պետք է գարտալ ամեն օր Աստուծո խոսքն է, Աստվածաշունչը։ Աստվածաշունչին գողքին շատ օգտակար են սիրելներ, խիստ օգտակար են մեր եկեղեցվո սուրբ հայրերու գրած քիրքերը, ջարերը, խրատները, բայց մանավանդ Սուպրիգոր Նարեգացի Մադիամ ողբերգության աղոթակիրքը, որ ինքնին աբաշխարության աղոթակիրք է, մարդս խոստովարանքի, զղջումի, աբաշխարության մղող սկանչելի աղոթակիրք։ Մենք ամեն չորեքշաբթի միասնապար գսերդենք Սուրբ Նարեգացի Մադիամ ողբերգության քիրքը։ Հասած ենք սերդելու 50-րդ գլխու երկրորդ մասը։ Նախ ընթերցեմ սիրելներ ցեզի քրափար բնակիրը եւ ապա կթարգմանեմ ու կբացատրեմ զայն։ Փան ձա փենմաս իխորոց սրդից խոսքն Աստուծո արդ ըղծալի է ինձ հավետ աստանոր խրադն հին նորոք ընկալյալ հոգևոր հանջարեղին զոր դերն իսկ երկրորդյաց երթալ նստիլ ոչ հարաչին բարձին հբարդից ընդ ամբարշտացը նանրախորուրդ ժողովվելոց ուստի Դավիթ եւ Երեմիա ուխտիվ կանոնի սահման հաստատյալ հրաժարեցուցին այլ ընձղճացյալսն սրդիվ պատկարյալսն մեղոք եւ իտադաստանած մեծին բագուցյալ ահիվ հադուցմանն հետ նոցն հավասարյալ աստենի հերգրի գամավ խոնարության ուստի բարձյալն Աստված բարարյալ բերգրի որով ընդ նախատասյալսն ի բազմագանսն երանության համարցագեցայց թե ես եւ թե նա հետեւյալ սովիմ արվոր զերձյալ ի փամփասանած փանի մարգարեին որի վեսս ոմանս ագնարգի մի հիս ասե մերցենար մաքուրեմ եւ ով զիս դեսանից է այլ զանգշիրն խոնարություն երջանգին թավթի ինձ նբաստ արյալ ասել ընտնմին ես իբրև զանասուն համարեցա հերքյալ իզկայութենե եւ հասին չարիք ինձ շուրջանագի եւ նեխեցան եւ պդեցան վերքիմ ի հանսկամիս ամբժշկություն եւ զայլոց ոմանց ընտրելոց ի հասորեստանի զգամավոր ընգշտամբություն մեղաբարդության անցանց անարատից ընդ որս եւ զեզրի մեծի քահանայի զասելն ես ինձեն արյալ բարբարիմ թե ոչ զերեսս բավականից եմ համբարնալ ի վեր արքեզ Աստված Սիրելներ երբ անցնող շաբաթը սկսանք սերդել այս 50-րդ գլխու առաջին մասը տեսանք թե ինչպես Սուրբ Գրիգոր Նարեգացին գսեր թե ինչպես որ առանց Քրիստոսի փրկություն չկա նույնպես ալ առանց խոստովանության կավություն չկա եւ գսե ով պիտի մեղադրե մեզ եթե խոստովանենք մարգարեները իրենք խոստովանեցան իրենց մեղքերը Դավիթ խոստովանեցավ իր մեղքը մենք սիրելներ եթե Աթամի կործած մեղքը մերնալ չսեբենք որ բադվիրանազանցություն է որտեվ մենք ալ այսօր Աթամի նման մեր նախածնողի նման բադվիրանազանց ենք հաջող Աստուծո կանոններու նկատմամբ օրինազանց ենք ով որ հետևաբար Աթամի կործած մեղքը եւ մարդկության կործած մեղքը իրը չի սեբե եւ իր մեղքերը չի խոստովանի իր դիրոջ դիմաց հբարտ մնե անիկա կավություն չի գրնար ունենալ պետք է խոնարեցնե մարդ ինքզինք
Խոստովանի իր մեղքերը, իր գուրծքը ձեզե, ասե մեղա Աստուծո, ները դեր, ները ինձի։ Ես մեղավոր եմ։ Ճիշտ այդ մաքսավորին պես, որ գուրծքը ձեզեց եւ արտարացավ։ Եվ նարեգացին գսե ինչ օգուտ Փարիսեցին պես լանք եւ թադաբարդվինք։ Փարիսեցին պես մենք մեզ սուրբ գարձենք, անմեղ գարձենք, բայց թադաբարդվինք Աստծո կողմէ։ Միշտ ավելի օգուտ է մաքսավորին պես մեղավորս կանք մենք մեզ խոստովանենք մեր մեղքերը եւ արտարանանք։ Հետևաբար ով որ Աստուծո ցերկին դակ չի դրտմիր, չուրախանար։ Ահա այս էր առաջին մասը զորանցնող շաբաթ ցեզի բացատրեցի։ Այսօր սիրելներ երկրորդ մասն է որ կսերդենք։ Հատվածը այս երկրորդ մասեն թարգմանեմ եւ ապա բացատրեմ։ Գսե Սուրբ Նարեգացին արդ հավետ փապակելի է ինձի հիշել այստեղ հոգեշունչ հանջարեղին հին բայց մշտանորոք խրադը զոր դերնալ երկրորդեց չերտալ չնստիլ հբարտներու առաջին բազմոցին վրա թա դարգախորուրդ ամբարիշտերու հավաքույթին հետ որոնց մեջ Դավիթ ու Երեմիա հաստատուն ուխտ ու կանոնով հրաժարիլ հանձնարարեցին այլ անոնց հետ որ մեղքերու ամոթեն սրդան զղջացած են ու մեծ տադաստանի ժամանակ բաժվելու վախով ահապեկված են եւ խոնար գամքով հոս երկրի վրա հետիներուն հավասարած որ մեր բարձյալն Աստված կոհացած գբերգրի այս կերպով թե ես եւ թե ան իրավունք ունենանք արժանանալու նախատաս բազմականներու երանության մարդոցմե փարավորվիլը մարդոցմե քովվիլը սիրելներ քովություն բահանչելը փարավորվիլ բահանչելը սիրելներ հբարդության անպարտաբանության նշան է եւ քրիստոնյա հավատացյալը պետք է խուսափի այս ահավոր մեղքեն քովվելու մարմաչով եւ որ մարդ սիրելներ փապակի ամենտեղ քովվիլ անիգազ իրեն զինք հբարդության գարաչնորդ է եւ հբարդությունը մեղք է որ մարդու հոգին գործանե մահացու մեղքերու առաջինն է հբարդությունը Ադորամար այստեղ Սուրբ Նարեգացին գսե խիստ ինձի համար փապակելի է եւ իր փապակը գահիտնե եւ փապակը այն է որ ինք կուզե փազմիլ ինք կուզե թասվիլ ոչ թե հբարտներուն հետ ոչ թե նանրախորուրդ իր բարերն են նանրախորուրդ կնշանակի թադարգախորուրդ ամպարդավաններուն հետ եւ ճուզեր փազմիլ առաջին շարքերը ինչպես որ Երանելի Դավիթ Մարգարեն ըսավ գսե եւ Երանելի Սողոմոնը ներողություն Սողոմոնը Դավիթի զավակը ըսավ հին խրատ մդվավ իր արագած կրկի 25-րդ գլխու մեջ 6 եւ 7 համարներու մեջ երբ ըսավ թակավորին արչև մի բարձիր եւ մեծերուն դեղը մի գենար վասնզի աղեգե որ քեզի ասեն թե հոս վեր ելիր քան թե վարիչեցնեն քեզ իշխանին արչև եւ Սուրբ Նարեգացին Սողոմոնի մաստունի այս խոսքը հիշելով գսե որ նույնիսկ մեր Տերը Հիսուս Քրիստոս գրգնեց այս խոսքը երկրորդեց այս խոսքը երբ ըսավ Տերը Հուգասու ավետարանի 14-րդ գլխու 8-10 համարներու մեջ եթե մեկը քեզ հարսանիքի կամ խնջուքի հրավիրե սեղանին գլուխը մի նստիր որովհետև գրնալալ որ քեզ մի ավելի հարկելի անց մնալ հրավիրվածը լա այն ադեն քեզ եւ զայն հրավիրողը բիդիկա եւ քեզի սե դեղդ իրեն դուր եւ դու խայդրագը լալով ամենեն վերջին աթորին պիտի նստիս ընդհանրակը երբ գհրավիրվիս քնա եւ վերջին աթորին նստե որբեսի երբ քեզ հրավիրողը կա ասե քեզի բարեկամ վեր հրամե այն ադեն դու հրավիրյալներու մոտ բադվված պիտի լաս սիրելներ այս հին խրադը զոր մշտանորոք կգոչե նաեւ Սուրբ Նարեգացին որովհետեւ ասիկա այսօրալ ճշմարիտ է այս խրադը եւ հետեւաբար գսկուշանա Սուրբ Նարեգացին հբարտներուն ամբարտավաններուն նանրախորուրդ
ամպարտավաններուն, թադարգախորուրդ մեղավորներուն, անոներներուն հետ բազմիլ, անոնց հավաքույթին մեջ ըլլալ, միաժամանակ գիշե թե Դավիթ մարգարեին, թագավորին եւ թե Երեմիա մարգարեին խոսքերը, ինչը սավ Դավիթ թագավոր Սաղմոս առաջին համարի մեջ սավ Երանի անոր, որ ամփարիշտ մարդոց խորհրդին չի edevir, մեղավորներու ապրելագերբը չընթորինագեր եւ զաստված ծաղրողներուն հետ ընկերություն չներ։ Երանի այն մարդուն սիրելներ, որ իսկապես Աստված ծաղրողներուն հետ չի նստիր։ Երանի անոր, որ ամփարտավաններուն հետ ընկերություն չներ։ Եվ Դավիթ մարգարեն 26-րդ Սամոսի մեջ 4 եւ 5 համարներու մեջ Աստուծո դառնալով գսե ամբետ մարդոց ընկերություն չրի ես գեղձավորին հետ փնավ կորց չունեցա ադեցի ես հավաքույթը չարերուն ամփարիշտին հետ բարեկամ ես չեղա Քրիստոնյայի սիրելներ բարդքն է որ ամփարիշտ մարդոց հետ բարեկամություն չնե անոնց սեղանագից չլա նույնը Երեմիա մարգարեն 15-րդ գլխու 17-րդ համարի մեջ կսե ձաղր ընողներուն ժողովի մեջ չնստեցա ու չզվարճացա քու ցերկդ իմ վրա սլալուն համար առանցի նստեցա վասնզի քու փարգությունովը ձիս լեցուցած էիր ահա սիրելներ սուբնարեգացին ան հիմա գսե որ ես այդ ամփարիշտներու նանրախորուրդ անօրեններու հետ չեմ ուզեր բազմիլ դեր քու խոսքիդ համաձայն այլ ընդհանրակը սուբնարեգացին գնախնդրե բազմիլ իրենց մեղքերու ամոթեն բախարակված սակայն սրդանց զղջացողներուն հետ այո սիրելներ ամոթ է մեղքը մեզ ամոթի մեջ կտնե սակայն երբ սրդանց կզղջանք արցուն կտապենք մաքսավորին պես մեր անձը կխոնարեցնենք մեր գուրծ կգծեցենք գանտրատարնանք մեր գադարած ահավոր մեղքերուն գզղջանք անոնց համար գխոստմանինք զանոն գաբաշխարենք եւ գսենք որ ները դեր մեղքերս այդ ժամանակ սիրելներ գնմանինք անոնց որոնք վերջը գնստին սակայն դերը զանոն կփարսացնե որովհետև նույն այդ խոսքի մեջ երբ դերը բացադրեց որ թուն վերջը նստիր որբեսի մեկը կակես փարսացնե Ղուկաս ավետարանի 14-րդ գլխու 11-րդ համարի մեջ դերը գսե գեզրագացնե որովհետև ով որ իր անձը կփարսացնե պիտի խոնարհի իսկ ով որ իր անձը կխոնարեցնե պիտի բարձրանա Սիրելներ անոր ինքզինք հբարտներուն հետ կտնե հբարտներուն ժողովին մաս կգազմե հավաքույթին մեջ կլա Աստված պիտի խոնարեցնե զայն իսկ ով որ ինքզինք խոնարեցնե դերը պիտի բարձրացնե զայն եւ որ մեկը ավելի լավ է հբարտներու ամփարտավաններու մեղավորներու հավաքույթներու մասնակցիլ ու Աստուծո աչքին անպետք երևիլ թե ոչ մեղքերը ամծողներուն մեղքերը զղջացողներուն հետ իր անձը խոնարեցնողներուն եւ Աստուծո աչքին բիդանի բարի երևելուն բնականաբար եւ վստահաբար երկրորդը սիրելներ հիշենք որ Տեր Հիսուս Քրիստոս առավելաբար ոչ թե գերձավոր թբիրներուն ու փարիսեցներուն հետ ջաշի նստավ այլ մաքսավորներուն ու մեղավորներուն զանոնք ապաշխարության հրավիրելով եւ ասավ Հիսուս փարիսեցներուն եւ թբիրներուն որ բորնիկներն ու մաքսավորները ցեզ մի առաջ երկնքի արքայություն պիտի մտնեն որովհետեւ փարիսեցները որոնք իրենք արդար գամարեին Հիսուս հեքնեց անոնց արդար ըլլալը եւ ասավ ես չեկա արդարներուն համար այլ եկա մեղավորներուն համար չեկա առողջներուն համար այլ հիվանդներուն համար
Մարգոսի ավետարանի 2-րդ գլխու 17-րդ համարի մեջ կսե դեր այս մասին։ Արտարև սիրելներ, խոնար ու զղջացող մեղավորներու մեջ ավելի հաճելի է բնագիլ, քան թե իրենք արդար գարձող հբարտներու մեջ։ Եվ իսկապես որ ինչպես Հակոբոս դիարնեղբայրը գսե իր նամակի 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ, թե Աստված հագարակ է հբարտներուն, մինչ շնորհ կուտա խոնարհներուն։ Նույնը Սողոմոն իմաստուն գսե Արագած գրքի մեջ 3-րդ գլխու 34-րդ համարի մեջ։ Աստված հագարակ է հբարտներուն, մինչդեռ շնորհ կուտա խոնարհներուն։ Եվ ով որ սիրելներ իր անձը խոնարեցնե, ով որ զղջունալից հոգիով իր անձը գշտամփե, հանդիմանե, մեղադրե, դերը զայն մինչև երկինք պիտի բարձրացնե եւ այդպիսին երկնքի արքայության ժառանգորդ պիտի դարձնե։ Եսուս նարեգացին քաչ կգիտակցի, որ եթե իր անձը խոնարեցնե եւ ինքզինք հետիններուն, այսինքն զղջացող մեղավորներուն հետ տասե, ապա թե ինքը եւ թե ան, որ անմեղ է, անոնք պիտի արժանան երանական կյանքի մեջ բազմականներուն հետ նստելու։ Անոնք, որոնք սիրելներ երանելի են երկնքին մեջ Քրիստոսի հետ քահին վրա պիտի նստին։ Դերը պիտի հրավիրես իրենք իր մոտ եւ իրեն քահագից պիտի դարձնե։ Եկեք մենք ալ խոնարեցնենք մեր անձը եւ սիրելներ զղջանք մեր մեղքերը, խոստովանենք մեր մեղքերը, որբեսի դերը ներեմես ու մեզ դեպի վեր բարձրացնե։ Եվ ոչ թե հբարդություն ունենք ու դերը մեզ ճզմե, դերը մեզ վերջինը ուղարկե, դուրս տնե իր ներկայութենեն։ Հաջորդ դողերը կթարգմանեմ, քանի մը դողերը նարեգացին գսե այսպիսով նաև զերծ կմնանք մարգարեի մեղադրանքներեն, որով գարկմը հբարտներու ակնարկելով գսե մի մոդելար ինձի, քանզի ես մաքուր եմ եւ ով գրնա տեսնել զիս։ Եսայի մարգարեն սիրելներ իր ժողովուրդը գշտամփող, հանդիմանող մարգարե եղավ։ Եվ գգարտանք 65-րդ գլխու մեջ, առաջին 5 համարներու մեջ, թե ինչպես Եսայի Աստուծո բերնով գխոսի, կամ Աստված Եսայի բերնով գխոսի, ասելու համար, որ աբստամփ է այս ժողովուրդը ինձ մե, ցույց կտան իրենք զիրենք սուրբ, իրենք զիրենք այնպես կցեվացնեն, որ իրենք մաքուր են, հետևաբար մարդոց կսեն մի մոդենակ, մի տպչիկ մեզ, ով գրնա մեզ դեսնել, մենք մաքուր ենք, սուրբ ենք, բայց դերը գսե, որ այս աբստամ ժողովուրդը խոզ գուտե, այսինքն իմ բադվիրաններուս դեմ կգործե, այսինքն անմաքուր ցևով գաբրի։ Հասուբ նարեգացին ինքզինք հբարտներեն հերացնելով եւ մեղքերու ամոթեն սրդանց զղջացողներուն միացնելով, այդպիսով ինքզինք ազատած կլա Եսայի մարգարեի այս հանդիմանութենեն։ Մենք ալ սիրելներ, եթե գուզենք, որ մարգարեին խիստ գշտամփանքներեն, հանդիմանություններեն, մեղադրանքներեն հերու մնալ, ապա հերու մնանք մանավանդ հբարդության մեղքեն, ամբարդավանութենեն, քորոզութենեն, ամբար հավաջութենեն, այլ ընդհակառակը խոնարեցնենք մեր անձերը եւ սրդանց զղջանք մեր մեղքերը, խոստովանենք զանոնք, որբեսի սիրելներ դերը հաջի իր զավգին արյունով մեզ մաքրել ու սրբացնել։ Հաջորդ քանի մը դողերը կթարգմանեմ, նարեգացին գսե իսկ ես երջանիկ Դավիթին անչափ խոնարհութենեն օգտվելով անոր հետ ասեմ, ես իբրև անասուն համարվեցա, ըսկայութենե զուրկ եւ ճարիկներ եկան ու շրջաբադեցին ինձի, նեղեցան ու պդեցան վերքերս հիմարությանս պատճառով։ Դավիթ ուրեմն Սուրբ նարեգացին գսե, որ փոխանակ հբարտներու հետ լալու ես երջանիկ, երանելի,
Դավիթին պես պիտելամ, ինչպես որ Դավիթ ինքզինք խոնարեցուց եւ ինքզինք նմանեցուց անզկա անասունին, անասունը, անփան անասունը մեղքեր գործե անզկայությամբ, եւ Դավիթ այնքան ինքզինք խոնարեցուց եւ տեսավ իր մեղավորը լալը, որը սա որ ես անզկա անասունի նման եմ։ Կարդացեք 70-րդ Սամոսի 22-րդ համարը։ Հիմա Սուրբ Նարեգացին ագսե, ես ալ գսե, անզկայի պես եղա, անասունի պես եղա, ինքզինքս անասուն համարեցի եւ մեղքերը շրջաբադեցին զիս, ու երբ մեղքերը շրջաբադեցին զիս, նեխեցան եւ փդեցան իմ վերքերս իմ հիմարությանս պատճառով։ Այս խոսքերն ալ սիրելներ Դավիթ մարգարեին առնված է։ Սաղմոս 38-րդ գլխու 5-րդ համարեն։ Եվ որ մեղքերը բադեն մեզ սիրելներ, այդ ժամանակ գնեխինք ու գփդինք, նեխած ու պդած վերքերու նման։ Մեղքը սիրելներ քաղցկեղ է, մեղքը գփդեցնե մարդս։ Եվ երբ մարդ շարունակե համարապար մեղք գործել ու չզղջալ, ապա մարդը գտարնա գնմանի անփան անասունի, որ ըսկայազուրկ ամեն տեսակ մեղքեր գործե։ Անոր իր անձը խոնարեցնե եւ հանցանքները իր հանցանքներուն գիտակցի ու սրտան զղջա զանոնք, ապա սիրելներ այդպիսին Աստուծո քութին ողորմության եւ մեղքերու թողության պիտի արժանա։ Եվ գավարդեմ վերջին հատվածը թարգմանելով գսեն արեգացին գգրտնեմ նաև Ասորեստանի մեջ գարկ մնդիր անցերու մեղաբարդության գամավոր գշտամփանքը ուղված իրենց ամփից անցերուն, որոնց հետ նաև փող կառնեմ եզր մեծ քահանայի խոսքը ու գսեմ 30 անգամ չեմ համարցագիր թեպի քեզ բարձրացնել ով Աստված։ Այստեղ Սուրբ Նարեգացին գագնարգես սիրելներ Ասորեստան կերևարված եւ Բաբելոնի մեջ Նաբուկոդոնոսոր արքային գողմե փորփոքած գրագին մեջ նետված 3 երդասարտներուն Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի, որոնք ամպից ցանկով ապրեցան, իսկապես անդրյալ զավակներ էին, երդասարտներ էին, եւ անոնք սիրելիներ գրագին մեջ անգամ ոչ թե թշկոեցան Աստուծո, թե ինչու համար դեր մենք որ ամպից ցանկով ապրեցանք, ահա գրագի մեջ դեդվեցանք, ընդհակառակը այդ գրակներուն մեջ անգամ իրենց անձը մեղադրեցին, ասելու համար որ դեր արդար է քու օրածդ, արդար ու ճշմարիտ են քու որոշումներդ, որովհետև մենք անօրինեցանք, մեղք գործեցինք եւ քու բադվիրաններդ չբահեցինք։ Կարդացեք սիրելներ Դանիելի մարգարեության 3-րդ գլխու 29-30 համարները։ Ահա հիմա Սուկրիկոր Նարեգացինալ այս 3 երդասարտներուն նման գսե որ ես անօրինեցա եւ նաեւ այստեղ գմեջբերե Եզր մեծ քահանային Եզրաս մեծ քահանայի խոսքը Եզրաս մեծ քահանանալ սիրելիներ իր ժողովրդի անօրենությանց մեղքերուն համար աղոթ կրավ Աստուծո եւ ասավ դեր Աստված Իսրայելի Թուն արդար ու ճշմարիտ ես որովհետև չոչնչացուցիր մեր սերունդը այլ մեր արմատն ու սերունդը մնացի մինչև այսօր եւ ահա այսօր մենք մեր անօրենություններով քու արչեվդ ենք եւ չեն կրնար մեր գլուխները բարձրացնել չեն կրնար երեսիդ նայել որովհետեւ մեր անօրենությունները բազմացան եւ մեր ճարիքները մեր գլուխեն վեր բարձրացան եւ Սուրբ Նարեգացինալ Եզր քահանայի նման գսե դեր հայացքս անգամ չեմ կրնար դեպի քեզ բարձրացնել որովհետև մեղավոր եմ, որովհետև անարժան եմ։ Ները ինձ ով Աստված։ Նույնը գներ սիրելներ Մաքսավորը եւ դաջարի մեջ գաղոթեր։ Աչքերն անգամ չեր գնար երկինք բարձրացնել։ Եվ մտածենք մենք մեր մասին։ Մենք սիրելներ
համարձակություն ունենք մեր աչքերը երկինք բարձրացնելու, երբ գիշենք մեր կործած անթիվ մեղքերը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե գուզենք երկինքը ժառանգել, ապա երկրի վրա պետք է մեր անձը խոնարհեցնենք։ Եթե գուզենք սիրելներ, որ մեր հոգին Աստծո դիմաց մաքուր երևա, ապա երկրի վրա մեր գուրծքը պետք է ձեծենք, խոստովանենք մեր մեղքերը, ապաշխարենք, զղջանք, որովհետեւ մեր հոգին մաքրվի Քրիստոսի արյունով եւ կարողանանք Աստծո դիմաց կանգնել։ Եղբայրներ եւ քույրեր, ահա մեծ բակը սքանչելի արիթ է այս բոլորը անելու։ Եկեք մենք ալ Սուրբ Գրիգոր Նարեգացի նման, Եզրաս քահանայի նման, երեք երդասարտերու նման մեր անձերը խոնարհեցնենք եւ ասենք. ներե մեզի Տեր, ներե մեզի մեր մեղքերը, մեր անօրենությունները մենք գիտենք, մեղք գործեցինք քեզի դեմ եւ մաքսավորին պես մեր գուրծքը ձեզելով ասենք. քավիեզիս Տեր ըզ մեղավորս, զիս մեղավորս քավե իմ բոլոր մեղքերս։ Եվ այդ ժամանակ Աստուծո ողորմությունը պիտի ծագի մեր վրա։ Այդ ժամանակ սիրելներ, Տերը պիտի քավե մեզ մեր բոլոր մեղքերեն եւ անօրենություններեն, պիտի չնչե մեր մեղքերը ու այլևս պիտի չհիշե։ Օգտագործենք այս օրհնյալ 40-օրյա բայցողության ժամանակը, որբեսի սիրելներ, երբ այս աշխարհեն մեկնումի մեր օրը հասնի, ամոթով չգանքնենք Տիրոջ դիմաց ու հավիտենապես թադաբարդվելով չգործվենք, այլ արժանի ելանք հավիտենական փառած պսակին եւ երկնից արքայության։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։